Իսկ դուք գիտեք, որ բոլոր աբխազական էջերում վրացիները հայերին են անպատվում վերջի բառերով։ Ինձ աբխազ ադմիններն են ուղարկում սկրինշոտները, ցույց են տալիս ինչեր են խոսում մեր մասին։ Աբխազը դնում է, ադմինը դնում է ինչ-որ հոդված Աբխազիայի մասին, դե իրանց կռիվներից գալիս են ու կեղտոտ բառեր են գրում հայերի հասցեին։ Այնտեղ հայերը հարցնում են իրանց, ինչի եք կպել հայերին, դուք աբխազները իրար հետ պրոբլեմ ունեք, ինչի եք իրար հետ կռվելուց մեր անունը տալիս։ Պատասխանը էն է, որ որովհետև ադմինը հայ է, ուստեղ գրողները բոլորը հայ են։ Ասում ենք, հո դուք խփնված չեք, մեկ ինչ կապ ունեք, դուք իրար հետ կռվել եք, դուք իրանց հողերը ուզում եք, իրանք ձեր դեմ գրում են, կամ ընդհանրապես Աբխազիան են գովում, Աբխազիայի մասին են գրում, իրանց պատմությունն են պատմում, իրանց թագավորության մասին են պատմում, իրանք ունեցել են, չէ՞, թագավորություն, հետո ինչ որ դուք հերքում եք, բայց կար, չէ՞, անգամ Թաքուհի Թամարը կոչվել է հայերի, քարտվելների, աբխազների Թաքուհի։ Причем տեսեք վրացիների չէ, այմինը քարտվելների, որտեղ են վաղ տարբերվում էին, հենց քարտվելներինն էր, այն մյուսները իրար հետ չէին համարվում վրացի, իմիրիցինցի, աճարցի, դրանք բոլորը տարբեր ազգեր էին, իսկ հիմա արդեն սարքել են մեգրելներով, բաներով, իրանց հետ միասին դարձրել են վրացի, իսկ ինքը քարտվելների Թաքուհին է եղել։ Anyway, ասում ենք մենք ինչ կապ ունենք, ասում է չէ, ադմինը հայ է, ադմինի հետ խոսում եմ, ասում է աբխազ եմ, դրանք խփնված են, ասում է սաղորի ինձ հայ են ասում է այնքան են ասում, ես էլ չեմ պատասխանում, հոգնել եմ, ես դնում եմ Աբխազիայից, իրանք գալիս են, հայերին են կպնում, հայերին են վատ բաներ ասում եմ այդ վրացիներ, նայի, 1000 հատ կոմենտ է, էջերս տուգի, մաքուր աբխազներ են, ասում է չէ, սաղ բոտեր են, սաղ ֆեյք է, այդ սաղ հայերն են անում, ասում եմ մենք աբխազների հետ շատ լավ կապրենք, եթե դուք մեզ չխանգարեք, բայց մեկ ուզում եմ զարմանամ, մեկ ուզում եմ ջղայնանամ, հետո հայեր ջան ձեզ եմ հիշում, ինչով եք տարբերվում նույն վրացիներից, ամբողջ Վրաստանի ազգը գալիս է իմ հոլովակի վրա, որտեղ գրված է Հայասա թագավորության մասին, վերջի բառերն է գրում, ձեզ ցույց եմ տալիս, դուք ասում եք վրացի չի, ազարներն են, վրացիները TikTok-ում էֆիր են բացանում, հավաքվում են սաղ վրացիներով ու հայերի նկարներն են դնում ու վատ բաներ են գրում, դուք ասում եք վրացի չեն, ազեր են, մի ամբողջ Վրաստանի ազգը գնում է հայկական էջերում, որտեղ ցույց են տալիս տուրիզմը, հայերի, հայ գիդերի հոլովակների վրա վատ բաներ ա գրում Հայաստանի մասին, դուք ասում եք էդ իրանք չեն, դրանք ազերիներ են, նա լուրջ նույնը անում են ձեր հանդեպ, ուրեմն ամբողջ Աբխազիայի ազգը գնում է այնտեղ գրում է, վրացիները ասում են էդ աբխազները չեն, էդ դուք եք, այդ հայերն են անում, լսեք, կարող է մի երկու հոգի բոտեր լինեն ազերիների կողմից, որ անում են, բայց երբ որ Վրաստանն է անում, երբ որ դնում են, էլ չեմ ուզում խորանամ, հավես չկա, ասեցի, դրա մասին արդեն խոսացել եմ, ուզում էի ներկայացման մասին ասեի, բայց կնայեք մյուս հոլովակները, Ստուրուայի ներկայացումը, որ գրում են հայերն են մեղավոր, ասում են Ստուրուան հայ է, Ստուրուան Սահակաշվիլիի հետ կռվելուց Սահակաշվիլուն նվաստացնելու համար ասում էր դու հայ ես, ժողովուրդ ձեր անունը օգտագործում են իրար դեմ, իրար վիրավորելու համար, Ստուրուան Սահակաշվիլին ասել է դու հայ ես ու անպատվել է դրա համար, հիմա իր ժողովուրդը վրացիները Ստուրուային են ասում դու հայ ես, դրա համար ներկայացումը տապալել ես, ինչա որ տապալել է ներկայացումը, տկլոր դերասանուհի է հանել սցենան, երևի տեսել եք արդեն նկարները, լրիվ տկլոր է պրակտիչեսկի ու 18+ շարժումներ են անում պարտնյորի հետ, в общем, кино для взрослых են սարքել, այդ Շոթա Ռուսթավելի Վիտես Տիգրովայ շկուրի,
ու դրա համար վրացիները կատաղել են, թե մեր տենց կարևոր պոեման էս ինչ օրինակ գցել խուժանանոց ու լրիվ տապալված ու որպիսի դա արդարացնեն, ասում են Ստուրուան հայա։ Այդտենց Ստուրուան Սաակաշվիլին նրանք Ստուրուան ով ուզում է վիրավորի հայերի անունն են տալիս։ Իսկ դու գնացեք Կոբուլեցիում ու Բաթումում տկլորվեք ու ձեզ շպրտեք իրանց ավազների վրա։ Իրանք այդ ձեր նկարները սաղ ինտերնետում կա։ Սաղ արտասահմանյան էջերում ձեր տկլոր նկարներն են ցույց են տալիս ու ապացուցում են, որ հայերը սպիտակ ազգ չեն, որ հայերը եվրոպացի ազգ չեն։ Դրա համար պետք չի օգնել եվրոպացիներ, տեսնում եք իրանք լրիվ գնչու են, տեսնում եք ինչ սև տրճեներ են, մի օգնեք իրանք արժանի չեն օգնելու, իրանք Հնդկաստանից եկած գնչուներ են, իրանց մի օգնեք, ձեր նկարներով, 20 տարիա դնում են, մարդիկ կա ճանաչում եմ, մարդիկ կա ձեր նկարները տեսել եմ, մի դերասանի էլ գրել էի ժամանակին, մի 10 տարի առաջ գրել էի, որ քո նկարները ընդեղ ասախ, ասում է ինչ անեմ, ինձ չի հետաքրքրում, դե չի հետաքրքրում, հետո ասում եք, ինչի աշխարհը մեզ չի օգնում, չի ուզում օգնի գնչուներին, ասում է Հնդկաստանից գնչուները եկել եք, կոտորել եք ուրարտներին վերցրել եք իրանց հողերը, նստել եք վրեն, հիմա էլ հետ տվեք, տենց են ասում, տենց են ընդունում աշխարհը, ինչի պետք է օգնեն, մարդ օգնում է իր նմանին, դուք ում եք օգրել, դուք Աֆրիկայի որ ժողովրդին եք օգրել, Բայց երբ որ Ֆրանսիայում մեկը գլխատեցին, լավ էլ մենք տառապում ենք, չէ՞, որտեղ մենք սիրում ենք ֆրանսիացիներին, որտեղ մենք համարում ենք մեզ հարազատ ազգ։ Բայց ինչի աֆրիկացիների համար չեք անում։ Օրը մեջ քրիստոնյա երեխա են այնտեղ գողանում։ Ես ձեզ ինչ ասեմ, դուք օսետներին եք դավաճանել։ Օսետները եկել են մեր հետ կռվել են Մոնտեի հետ։ Իսկ դուք սաղորը վրացիների պոչը բռնած ման եք գարի, օսետներին մի հատ նայեք ինչեր են գրում, հով իրանց հոլովակներ են նայեք, տեսեք իրանք ոնց են ասում, հայեր, բա մենք ձեզ օգնել ենք, դուք ոնց եք մեզ տենց վերաբերվում, օսետների նման լավ ժողովրդի, պատվով, թասիբով, մեր մեջքին էլ կանգնած, այդքանից հետո մեր մեջքին կանգնած են, զարմանում եմ, ես օրինակ տենցը չեմ, ես չի անի Այն պահից, որ ռուսները մեզ դավաճանել են, վсё, անհատական, որ սենց հանդիպում եմ, հա, նորմալ լավ մարդիկ են իրար հետ շփվել, ամեն մեկի վրա մուրը չես անի, բայց ընդհանուր իրանց էլ եմ ասում, հա, դու առանձին լավն ես, դու էլ ես լավը, դու էլ ես շատ լավը, բայց ընդհանուր դուք ինչ արեցիք մեր գլխին։ Իրանց հարցնում եմ, անհատական, ասում, այդ օրերին ինչ ես սարել, դե ես ինչ կարա անել, դե որ ոչ ման չէիր կարա անել ռադեղի, վсё, չես կարա, պետք չի ինձ տենց ոդրսել, որ ոչ մի բան չի կարա, այդ ինչի ես կարամ, մյուսները կարան, իսկ դուք չեք կարա, բայց Արցախից հետո ոչ մի համար չեմ անում, բայց օսետների համար անում եմ, իրանք արել են, ես միշտ ընդմիշտ բլագադարն եմ, երախտապարտ եմ, միշտ, ամբողջ կյանքս ասելու եմ ու շնորհակալություն եմ հայտնելու 30 տարվա կյանք են տվել Զինվորներ ունենք, որ զոհվել են օսետները մեր Արցախի համար, իսկ հիմա դուք բռնել եք վրացիների պոչը, օսետներին նեղացնելով, նենց վատ եմ ես ինձ կում դրա համար, որտև ես նայում եմ իրանց հոլովակները, ես իրանց հետ շփվում եմ, իրանք ինձ ասում են ինչի տենց եղավ, ինչի դուք իրանց եք ամեն ինչում պաշտպանում, բախր մեր հողերն է, մենք այստեղ միշտ ապրել ենք, Իրանք մեր գլխին գենոցիդ են արել, դուք գիտեք, որ իրանք համարում են դա գենոցիդ, իրանք ասում են, որ գենոցիդ է դա, ինչ որ Վրաստանը արել է իրանց գլխին, գենոցիդ է, այ ժողովուրդ, դուք անգամ համշենահայերին չեք պաշտպանում, դուք բրախել եք համշենահայերին, հերիք չի վրացիները մտան իրանց կոտորեցին, հələ դուք էլ իրանց եք մեղադրում, թե տիպը Վրաստանը կռվում է ռուսների դեմ, տեսակ ոնց էլ սխոդու վազել ու պարկել ռուսների տակ, սաղ ձևական, ոչ մի անգամ է չեն պայքարել ռուսի դեմ, միշտ էլ նացի պճկխ մանեն եք է դեմը, տուրիստների դեմ տեք չեք տեսնում ոնց են վազվզում, yes sir, no sir, yes sir, no sir, չգիտեմ, ասեմ միամիտեք, ախր միամիտել չեք, լավ էլ քոքված եք,
բայց հենց գալիս է հարցը վրացիներին, ամեն ինչ կարելի է։ Համշենահայերին կարելի է սպանել։